Հանրապետության հրապարակ, Ամիրյան, Պրոսպեկտ, Գժանոց, ընկերներս, որ իհարկե մեքենայով չեմ գնացել, որովհետև հնարավոր չէր որևէ տեղ կայանել, օգտվել եմ հասարակական տրանսպորտից, մետրոպոլիտեն, ինչ խոսքով, Հանրապետության հրապարակի կայանը ողողված է ու ես անցա հրապարակ շտապող մարդկանց միջով, եթե չլիներ եթերը, եթե չլիներ ոնց ասեմ պատասխանատվությունը, որ ունեմ ձեր առջև, հարգելի ռադիոլսողներ, եթերի առջև, հաստատ կմնայ հրապարակում եւ մասնակիցը կդառնայ, ավար եմ բերել ինձ հետ, շատ ուրախ եմ, որ լիքը ջերմ բաներ, խոսույթներ, մեր Ռաֆայելը գոռում են մետրոյում եւ ինձ տվեցին ընկերներ եւ ինձ տվեցին այս կոնֆետները, այս բանը, ինչ որ թխված կա բլիթ եւ իհարկե Հայաստանի Հանրապետության քարտեզը, շնորհակալ եմ, նախ երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որ անկախ հայացքներից այս քարտեզի նկատմամբ որևէ բացասական բան են ասում, կոտրում են, գցում են աղբամանը, ես չգիտեմ ինչ շրջան, սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Սա ոչ Փաշինյանն է հորին է, ոչ ես եմ հորին է, ոչ Քոչարյանն է հորին է, ոչ Սերժը, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ մեկ, սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Կարաք սրա այդ համաձայն չլինեք, կարաք մտածեք, որ ավելի մեծ է, կարաք մտածեք ավելի, չգիտեմ, ահեղ է, անսասան է, բայց սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է ու ես ոչինչ չեմ կարող անել։ Հասկանում ես, իմ ձեռքին, ձեր ձեռքին եւ մեր ձեռքին ոչինչ չկա, որովհետեւ սա միջազգայինորեն ճանաչված քարտեզն է։ Այո, կան մարդիկ, ովքեր ուրիշ քարտեզներ են գծում տալիս, բայց մենք որ այս դարերի խորքից այս քարտեզի հույսին ենք մնացել եւ այս քարտեզի մեջ են կարողացել տեղավորվել, հենց այդ քարտեզ գծողների արդյունքն է, որ այնքան քարտեզ գծեցին, սա քիչ է, սա չեմ ուզում, սա սենց է, սա պարտկա, սա այն է, որ մենք գուցե էս է չունենայինք։ Դրա համար սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է եւ սա իմ տունն է, սա ձեր տունն է, անկախ նրանից հայրական տամպես մի բան է, բարեկամներ, կարաք ապրեք Հյուսիսային պողոտայում, կարաք ապրեք, չգիտեմ, Պալմա դե Մայորկայում, կարաք ապրեք աշխարհի ամենալավ կղզիներում, Բալիներում եւ այլն, բայց հայրական տունը է դա, հիմա մեկը ոնց որ ասես գյուղից է ծնվել, շատ վատ պայմաններում է ապրել որևէ հեռավոր խուլ գյուղում, հա, շատ ծանր պայմաններում, հետո փառք ու պատիվ, գործերը լավացել է, սովորել է, գործադրել միտը եւ այլն, հասել է բանի փառք ու պատվի, դու ասում ես, չէ, իմ տունը չի, ես այն տան հետ կապ չունեմ, բանը եղբայր չի, հակառակը ու փառք ու պատիվ, ես հազարավոր մարդկանց եմ ճանաչում, հազարավոր մարդկանց առանց չափազանցության, ովքեր հենց նույն լոսում միլիոնների հետ խաղանելով, ամենաբարեկեցիկ կյանքը իրանց համար ապահովելով, իրանց հայրական տունը կառուցել են։ Գնացել են իրանց այն գյուղում, բան չգիտեմ, խալխուլ, մամրակալած պատերը սև ու այդ մամրակալած պատերը սևը սարքել են, ասել են, ես ստեղից եմ սերում, իմ հերը, իմ պապը, իմ գենոֆոնդը ստեղից է սերում։ Եթե շատ կա, հիմա նույնը Հայաստանի պարագանը, կարա գծեք, հսկայական, չգիտեմ, ֆլան եւ այլն բան, ընկերներ, սա Հայաստանն է։ Եվ այս քարտեզի նկատմամբ ցանկացած ոչրագործություն, աղբաման նետել, թքել, ինչ ասես տեսանք։ Դա հանցանք է, դա պիտի պատժվի, ինչպես օրինակ Միացյալ Նահանգներում, ասենք դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Սա մեր պետության քարտեզն է։ Մնացածը արդեն թողնում եմ ձեր հայացողության, թողնում եմ ձեր դատին։ Շատ ողջավորված եմ, շատ, որտեւ էլի ես անցա մարդկանց հոսքերի միջով, ընտանիքներով, Աստված իմ, ընտանիքներով։ Հիմա ես իհարկե դեռ ուղիղ հեռարձակումը չկա, մենք լինելու ենք եթերում, մենք հեռարձակելու ենք այդ ամենը ուղիղ եթերում, կարող է ներվերս տեղի տա եւ իջնեմ ու միանամ Հանրապետության հրապարակի ժողովրդին, բայց այն ինչ որ կատարվում է, դա երևում է, որ ինքնաբուխ է։ Մենք չենք տեսնում են ուժերին, որ sense կան մարդիկ ուղղորդված, ինչ որ ձևերով, որ թույն ու թարախ է թափում դեմքին, ընտանիքներով, փուչիկներով, ծաղիկներով, շատ դրական մուդի մեջ մի խոսքով, այնպես որ շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի համար եւ հետաքրքիր դիպած եղավ կուսակցության բան ուրեմն ներկայացուցիչներից մեկը, ովքեր դա ճանաչում է, եթերը լսում է, բան ասել Ռաֆա ջան, բա դուք չեք փախցնում ձեր կրծքին, դուք ասենք բան չեք, էլի հրապարակում չեք արել կամ Նկար Փաշինյանի հետ ինչ որ հրապարակ եք sense բաներ, ընկերներ,
Իսկ չեք կարծում, որ շատ ավելի կարևոր է ծառայությունը եթերում։ Ես 1000 հոգի մարդ գիտեմ, այս քարտեզը կրծքին փակցված, շատ վատ բաներ արել։ Շատ վատ, եւ այս քարտեզի ու այս պետության դեմ նենց ոչինչ ներագործել, որ էլ ասելու չի։ Ոչ, ես չեմ փակցրել սա իմ կրծքավանդակին, ես երբեք որևէ նկար չեմ հրապարակել իմ էջում, ես երբեք բացի բաց, sense ինչ որ մանկավյարկում ենք, այս ինչ ուժի օգնին, ես երբեք չեմ ասել, բայց ես իմ եթերի առաքելությունը օգտագործել եմ ձեռքները դրեք խղճներիդ ասեք պետության համար, հանուն պետության, հանուն ազատության, մարդու մեծագույն արժեքը, մեծագույն ձեռքբերումը, որ ունի, դա ազատությունն է։ Եվ մեր ազատությունը սասանողների դեմ եմ խոսացել։ Ու կապ չունի այդ ազատության սասանումը որ հարթակից է եկել։ Ես միշտ փորձել եմ աչքերը բացել են մարդկանց, ովքեր այ ինչ որ տարբեր բաների մեջ եմ քննադատական խոսք եմ ասել, ընտրապայքարի մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակող մարդկանց հասցեին, բերված մարդկանց, ովքեր կլուբնիկով եւ բիբարով ուզում են երկիր ու հայրենիք ծախել։ Դրանց դեմ իհարկե։ Իսկ մնացածը ձեր ընտրությունն է, հարգելի բարեկամներ։ Վաղը լրության օր է, վաղը մենք եթերում չենք լինելու եւ կիրակի օրը Համայն հայությունը գնելու է ընտրատեղամաս եւ կատարելու է իր ընտրությունը։ Կատարեք ձեր հոգով, ընկերներ, կատարեք ձեր հոգով։ Ինչ արժե համակարգ եք դուք, դուք ազատ մարդ եք։ Դուք ազատ խոսքի, ազատ մտքի, ազատ հարաբերությունների, ազատ սահմանների, բաց հարաբերությունների, Եվրոպայի եւ Ամերիկայի հետ արժանապատիվ հարաբերությունների կողմնակից եք, թե դուք քրեա օլիգարխի գողապետական, թայֆայական մտածելակերպի մարդ եք, որովհետեւ ես հակառակ կողմից դեռ այլ ձևաչափ չեմ տեսել։ Ով խոսած գողական բազար տարավ, ով խոսած ախպեր հեսա մենգան գլեն այսպես բաներ։ Ես երբեք չեմ տեսել ուրիշ ձևակերպման բաներ։ Երեկվա բանն էլ է այդ ձևաչափի մեջ ինչ անունը։ Ինչ էր անում այդ եթերում որ կար։ Ընտրապայքար, բանավեճը գրողը տանի, բանավեճը։ Եվ այդպես շարունակ։ Ու ամենահետաքրքիրը քիչ առաջ հրապարակում են կադրեր, որտեղ պարոն Սամվել Կարապետյանը, պարոն Նարեկ Կարապետյանը երկուսով կադրում կանգնած հրապարակում են, ասում են եւ վերջին օրը ձեզ ուզում ենք հարգելի ժողովուրդ անակնկալ մատուցել մեր վերջին խոստումն ենք տալիս ձեզ լրության օրից առաջ։ Վաղ ասում է, երբ որ մենք ընտրվենք, մեր օրոք ջուրը եւ լույսը հոսանքի համար ոչ մի աղքատընտանիք չի վճարի, լինելու է անվճար։ Հիմա հարց, բարեկամներ, էլի սա հակախոսք չի, ես զուտ հարց եմ տալի։ Դուք բառացի ասել եք, դուք թքած ունեք հեծի վրա, որը ձերներ տարիներով, եւ դուք տարիներով, այ մարդ էժանացնեիք, ձերի պետք չի տալ, էժանացնեիք, երբ որ ձերներ, այս ինչ, հիմա դուք ընտրապայքարի մեջ sense խոստում եք տալիս, բա դա ինչ է։ Եթե դա ձերներ, դա ձերներ։ Եվ այդ ընթացքում դուք այդ ինչ էր մեր հոսանքների վիճակը։ Ներվախախտ էինք լինում շաբաթը 2 անգամ, 3 անգամ ժամերով հոսանք էինք անջատում, ամեն օր էլ 2, 3, 5, 10, 20 վայրկյանով անջատում միացնում էիք։ Ներվախախտ էիք անում մարդկանց։ Այդ ժամանակ անվճար անեիք, որ մարդիկ է տեսնեն, ասեն, օ, տես ինչ հրաշալի գործ անում, ապրեն, իրոք, կեցեն։ Հիմա էսի ինչ ձևաչափ է դրա համար։ Ես չեմ հավատում, հարգելի բարեկամներ։ Մնացածը արդեն թողնում եմ ձեր հայացողությանը։ Մենք ուղիղ եթերում ենք լինելու դեռ երկար, սա մեր վերջին թողարկումն է ընտրություններից առաջ։ Եթե կան ինչ-որ ասելիքներ, խնդրեմ 747-477-3444 կարող զանգահարեք, կարող ենք զրուցել միասին։ Հեռախոսահամարը այս պահից ակտիվ է եւ ունեմ հեռախոսազանգ, լսեմ նաեւ ձեզ, բարև ձեզ։ Hello, բարև ձեզ, ողջույն։ Ալո։ Լսում ենք ձեզ, ողջույն։ Բարև ձեզ, Ռաֆայել ջան։ Ողջույն, նախընտրական։ Դուք ոնց եք։ Նախընտրական։ Խառնա, չէ։ Ինչա կատարվում, չեք պատկերացնի։ Գիտեք, Ռաֆայել ջան, կներեք ասում կրկնվում է, կպետք է կրկնվեմ էլի։ Այսինքն շատ ծանր վիճակի մեջ ենք մենք։ Հենց չլնելու հարցը։ Եթե կորցնենք այս հատուցությունը, մենք կորացենք էլի։ Դե հիմա ամեն մարդ արդեն ինքը պիտի, ոնց որ ասում են, ըստ հոգու։ Ես մի բան եմ առաջարկում էլի, որ այս ընտրություններից հետո ոչ մի անգամ բան չանեն, էլի։ Արգելեն, ով որ Հայաստանում չի ապրում, գա
Հասկացանք, այդ թեմայի շուրջ խոսել ենք, ես միանշանակ կողմ եմ ձեր ասածին, հարգելիս, միանշանակ, եւ այս ընտրության արդյունքը, որը կիմանանք արդեն բան չմնաց, ինչ մի երկու օրից սա պարզ կլինի, հուսամ սառը ցնցուղ կլինի շատ-շատերի համար, որ հասկանան պետությունը հարցականի տակ դնել չի կարելի։ Սա դիվերսիա է, եւ դիվերսիան պիտի կանխվի իշխանության կողմից, պիտի իրոք ձեր ասածի պես։ Այն մարդիկ, ովքեր ասենք իրանց կենսական շահերի երկիրը էս ինչ երկիրն է, կապ չունի Ամերիկանա, Ռուսաստանա թե Գերմանիան։ Ինքը պիտի քաղաքացին պահի, բայց ընտրելու իրավունք չունենա։ Այդքան բան։ Գիտեք, ես ասեք մաքրելա պետք է հիմքը, հողը կայ կեղտոտ է շատ, սրանք բազմացող տեսակ են։ Ոնց որ մոլախոտն է բազանում այդ մի քիչ ուրիշ բաներ է էլի, հիմա նացիստական բաներ չլինի, էլի, ոնց մաքրենք, ոնց է։ Չէ, դա չի, բայց եկեք ի՞նչ է, լավ, Նժդեհի խոսքերով ասենք, Անդրանիկի խոսքերով ասենք։ Մեծ հարգանքով, բայց դարը փոխվել է։ Հիմա Անդրանիկի, Նժդեհի խոսքերը իհարկե ժամանակին ոսկի էին, բայց հիմա կարծում եք տեղին է։ Հիմա ազատ աշխարհ, ազատ դար է, ինչ անենք, բռնենք ոնց պատժենք, հայի տականքը կմնա անմրցելի, ասում էր Նժդեհը։ Հիմա ոնց որոշենք տականքին, ինչ չափորոշիչներով, ով է տականքից 10 պակաս, ով է ամբողջական տականք, դա ոնց հասկանանք։ Հիմա այսօր Յանի չի երևում պարզ։ Դե հենց այդ եմ ասում, պարզ է, հարգելիս, պարզ է, բայց այն որ մի քիչ 10 պակաս է, տականք հոտ է, տականք չի, դրա հետ ինչ բանենք բա։ Հոսաղին չենք կարա ձեր ասած մաքրենք, դա շատ դժվար բան է։ Դե գիտեք ինչ կա, ասենք տարբեր ձև են անում։ Հիմա Ռուսաստանը մեզ փաստորեն ես իմիջ պայմաններ ա դնում ու նեղացնում է։ Եկեք մի հատ բան անենք, դրանք բիզնես ունեն եւ այլն։ Ազգովի միանան, դրանց բիզնեսները բոյկոտենք։ Ոչ մի բան չառնենք դրանց բիզնեսներից։ Ոչ մի բանից չօգտվենք։ Դա դրանց համար ավելի մեծ ուժ է, քան թե ամեն օր փեդով տեսել։ Ուրեմն ես խոստանում եմ, հարգելիս, ես խոստանում եմ, այսա ընտրությունները թող բարով խերով լինի, արդյունքները հրապարակվեն եւ այլն, հանդիպումներ ա լինելու, ակտիվ հանդիպումների շարք ա լինելու, որին ես էլ եմ մասնակցելու։ Եթե իշխանությունը միավորվի եւ կարողանա վերընտրվել, հա, բազմաթիվ հանդիպումների շարք ա լինել, ես խոստանում եմ այս հարցը անձամբ ներկայացնեմ եւ փորձեմ պատշաճ կերպով լուծումներ առաջարկել։ Բարի, պայմանավորվենք։ Եղավ։ Մնացածը հետո, որովհետև հիմա ինչ ասենք, այդ ջուր ծեծոցի է դառնալու։ Եկեք մի հատ արդյունքները թող հրապարակեն, հասկանանք ով ում բարեկամն է, ինչ պարլամենտ է լինում, ղեկավարը ոնց է լինում եւ այլն, ուժերը ոնց են դասավորվում։ Ըստ այդմ կապը միշտ կա, կխոսենք եւ կգնանք առաջ։ Ես էլ միշտ կապի մեջ եմ։ Բարի։ Չէ, ուղղակի գիտեք, Ռաֆայել ջան, իմ կարծիքս ասենք մեզ բացի մեզնից աշխարհը նայում է, էլի։ Հա, իհարկե։ Հիմա պատկերացնում եք, ասենք, այս ուժը անցնի ու ասենք, փայի մասին ինչ էր մտածում։ Պամիդորով փոխվող, փողով փոխվող, ամեն ինչ, ամենաէժան բաները, որ կպցնելու են սրանք մեզ, էլի։ Բարի։ Ու մենք մեզի խայտարակ ենք անում աշխարհի դեմ։ Ինչ անենք, մտոմիկ ստեղ պետք է, ես քտում եմ, մեզ պազերշկա պետք է տան դրանք, էլի, ասենք Եվրոպան բան, մի քիչ օգնեն այս ժողովրդին պազերշկա անեն։ Դե անում են էլի, հինա, ոնց կարողանում են անում են։ Բայց էսի լավ ու մի տալ մի այդ շանս է, ես առաջարկություն ունեմ աշխատեն Աֆրիկայի վրա։ Okay, լավ, հարգելիս, եկեք ուրիշներին էլ շանս տանք խոսելու, արդեն երկար զրուցեցինք։ Հա, 7 րոպեա խոսում ենք։ Ձեզ լավ օր եմ մաղթում, հարգելիս, լավ օր ձեզ։ Լավ է, Ռաֆայել ջան, Աստված տա մեր ազգը հաղթի։ Լավ օր ձեզ։ Այս ճաշը կերել ենք 300 տարի, եկեք փորձեք, կարող է մյուսը ավելի դառն լինի։ Տեսնենք, բայց այս ճաշը խախտր չի, որ մենք 300 տարի կերել ենք։ Հավատարիմ շան նման ծառայելով դրանց միշտ ծախվել ենք, միշտ մեջքից դանակով խփվել ենք։ Հերիք է, այս անգամ հերիք է։ Եկեք փոխեք, կարողա կոտորվենք, պրծնենք։ Բայց այս մեկի հետ հաստատ գիտենք, օրինակ եմ ասում։ Հասկանում եմ։ Այս մեկի հետ լավ բան չկա։ Բարի։ Էսի կերել ենք։ Ինձնից ես 40 տարի համարի ապրել եմ այդտեղ։ Ոչ մի վատ բան չեմ կարող ասեմ երկրի մասին, բայց այսօրվա տվյալ կառավարությունը որ կա, Յանի Ելցինից ինչ սպասես Հրայան Տրյալից ինչ լինի։ Բարի։ Այդքան բան կա։ Լավ օր ձեզ հարգելիս, լավ եղեք, շնորհակալություն զանգի համար։
747-477-3444 ուղիղ եթերում ենք աշխատում, հարգելի բարեկամներ, զանգերը շատ են, մարդիկ ուզում են արտահայտվել, եկեք այսօր զրույցի օր անենք, որովհետև ես շատ եմ խոսել, ես ուզում եմ ձեզ լսել, ձեր մեկնաբանությունները լսել եւ նաեւ հետեւելու ենք հրապարակում զարգացումներին։ Ունեմ զանգ, ով է միացել, բարի օր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի օր։ Ճիշտ ասած, ուզում եմ մենակ մեր ժողովրդին մի բան խնդրեմ։ Մի ընտրեք այն ուժերին, որոնք ձեր երեխաներին ստորացնում էին, որոնք ձեր սիրուն աղջիկներին ձեզանից խլում էին, դարձնում էին մարմնավաճառ։ Մի ընտրեք այն ուժերին, որոնք տարիներով ձեզ աղքատության մեջ պահել ու ստրկացրել են։ Ընտրեք Հայաստանի ակտիվ նվիրյալներին։ Մենակ այդ է ուզում ասել։ Շատ բարի, շատ շնորհակալ ենք ջերմ լավ խոսքերի համար, ճիշտ խոսքերի համար։ Ձեզ լավ օր հարգելիս, լավ։ Ընտրեք առողջ Հայաստանում ապրող մարդկանց, որոնց ցավը իրանք ամենաշատն են հասկանում։ Բարի։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսամարտն է, հարգելի բարեկամներ։ Այո, ընտրեք մտոք եւ սրտոք, ասում էր դասականը, եւ այս ամբողջ թոհուբոհի մեջ ընկերներ, նայեք, փաստերով, էմոցիան լավ բան է, մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք, այս սա լավ բան է, բայց մենակ այն փաստը, որ մեզ առևտրային պատերազմի դեմ են կանգնացրել։ Մենակ այն փաստը, որ վայ ձեր ծաղիկներից հոտ է գալի, մենք չենք վերցնում։ Վայ ձեր կոնյակը մի տեսակ էնչի, մի տեսակ պախմել է տալի։ Վայ ձեր ջերմուկի մեջ չգիտեմ ինչ ենք թելիս ձկան պոշկեքում քարեր կան, մենք չենք վերցնի։ Ձեր կորիզները մրգերի շատ մեծ է, թռնումակատիկները սատկում ենք։ Իսկ ձեր բիբարան էս կծույա, որ ոնց որ չգիտեմ ինչ լինու չենք բերի։ Փաստացի ապրանքները ֆուրերով թողեցին ճանապարհին։ Մենակ այդ փաստը, որ սա պատերազմ է հայտարարած, Օվերչուկով, ամբողջ պրոպագանդիստ ապարատով, Մեդվեդևներով, Պուտինի մասին էլ չեմ ասում, բառացիորեն սատարում են մեկ ուժի, եւ դու գիտեք այդ ուժի անունը ինչ է։ Եվ այդ ուժի ենթակաները եւ այլն ուղղորդող մարդկանց բերում են մասնակցության, ընտրության։ Մենակ այս փաստը պետք է ամեն մարդ հաշվի առնի, որ ձեզնից երկիր են ուզում գողանան, ձեզնից պետություն են ուզում գողանան, եւ սա պրոպագանդա չի, սա փաստ է։ Պրոպագանդան այն է, որ այս մարդկանց հոսքերը նկատած չլինեին զվարթնոցում։ Եթե այդ ֆուրերը նորմալ ոնց որ տարիներով գնում գալիս էին իրանց առևտուրը անում էին, այդ առևտուրը շարունակեին անել եւ այսպես շարունակ։ Բայց երբ որ առևտրային պատերազմը հայտարարվում, դա արդեն նշան է, որ պատերազմը հայտարարած պետությանը եւ ժողովրդին։ Պեսկովը երբ որ սպառնում էր, ասում էր չմոռանաք, որ Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում, այն ժամանակ, որ այս խելքը լիներ մի քիչ ավելի, ոչ մեկս հանճար չենք, բայց չէինք հասկանում, որ էսա լսեցնել տալի, որ էտա ասում այդ գետին մտածը, որ ասում է կառնենք արա ձեզ, կառնենք, դուք էս ինչ եք, ինչ ընտրություն, ինչ Եվրոպա, դուք ինչ եք, դուք ով եք ընդհանրապես, кто вы вообще такие։ Լուկաշենկոն էլ ասեց, կամու эти армяне вообще нужны։ Էդ էր ու հիմա մեծ ու մանուկ ահել ու ջահել ով որ ունի ընտրության իրավունք մի մարդու պես ես 3 մարզ եմ գնալու ընտանիքիս անդամները տարբեր գրանցումներ ունենք ամեն մեկը տարբեր տեղա ես 3 մարզ եմ գնալու բայց մենք մեր իրավունքը մեր ձեռից բաց չենք թողնի մեր պետությունը մեր երկիրը մեր ձեռից չեն տանելու մենք ծայրագավառ չենք դառնալու մենք պայքարելու ենք մեր պետության համար այն որ ասում ոտքի, այետի ոտքի պահնա։ Առանց ատելության, այսքան ժամանակ ես ոչ մեկին կյանքում ոչ մի թթու խոսք ասած չկամ, ովքեր ինձ ճանաչում են, գիտես, անկոնֆլիկտ մարդ եմ։ Բայց դիմացիներին ես տեսնում եմ սպառնալիքներ, ինչ-որ շանտաժներ, ել չեմ ասում Facebook-ում ինչա կատարվում, ինչ հաղորդագրություններ են գրում, ինչեր են անում եւ այլն, այս ուժերի դեմ է պայքարելու ժողովուրդը, թույլ չտաք։ Ժողովուրդ, թույլ չտաք։ Էլի, շատ վատ բաներ կարամ ասեմ, բայց եթերը չեմ ուզում այդ տեղը հասնեմ, բայց մեր երկիրը միջազգայինորեն ճանաչված խաղաղության օրակարգով բաց աշխարհ պիտի մտնի, քաղաքակիրթ աշխարհների հետ պիտի նիստուկացանի, Եվրոպայի հետ պիտի մերձենա։ Իհարկե մենք շատ հեռու ենք Եվրոմիության անդամ դառնալուց, բայց ասոցիացիան համաձայնագիրներ պիտի կնքենք, վիզաների ազատականացումը պիտի լինի, մեր երիտասարդները եվրոպական համալսարանների հասանելիություն պիտի ունենան, Հայաստանում պիտի խոսեն ֆրանսերեն էլ, անգլերեն էլ, իսպաներեն էլ, մեր հայրենակիցները ոչ թե ամեն մեկը լինի ռուսախոս, ռուսախոսի մեջ վատ բան չկա, ես ու իմ ընտանիքն էլ է
դասախոս, ես Ռուսաստանից ծնված ռուսական դպրոց ավարտած մարդ եմ ու ես այն սերունդն եմ, երևի թե վերջինը, ով ամբողջ Լերմոնտովով, Պուշկինով, Դաստայևսկիով ու Տուրգենևով անգիր կարամ ասեմ, ու Ռուսաստանը դրա մասին թող մտածեր։ Ես այն ժամանակ, երբ որ Դոմ Մոսկվայում այստեղ քաղաքապետարան դիմաց հանդիպում էր, ես էլ խարտյաշ պատանեկիկ էի 15-16 տարեկան երևի չկայ, ես այն ժամանակ ասեցի, вы должны думать о том, что я и мое поколение, это последнее поколение, которое может наизусть вам прочитать и Пушкина, и Достоевского, и մնացած գրողներին։ Ու դուք կորցնելու եք այդ սերնդին, որովհետև դուք ոչ թե ժպիտով ու բարեկեցությամբ եք ընթառաջ եք գնում ոնց որ Եվրոպան, ոնց որ Ամերիկան, այլ դուք զորով, շարով, սպառնալիքներով, շանտաժով եւ գողապետությամբ եք ուզում այդ բանը անել։ Իսկ ցանկացած ագրեսիա ծնում է դիմադրություն, դա մարդկային էությունն է դա, մարդկային էությունը ցանկացած ագրեսիայի դեմ։ Մեկը հանգիստ տոնով քեզ վատ բան ասի, ավելի ես հասկանում, քան թե մեկը գոռալով, ղժալով քեզ սեր խոստովանի։ Դա մարդկային կառուցվածքն է այդպիսին։ Եվ ես հավատում եմ, որ ոնց որ մեզ մոտ, դեռ չգիտեմ, ռուսական համալսարաններ են գնում սովորում, վերապատրաստում բան, տարիներ անց, երբ որ մենք մոտենանք Եվրոպային, այս գնալ գալը առանց վիզա լինի բան, մենք ունենալու ենք ուսանողներ, ովքեր գնացել են Ֆրանսիային ընդունվել, չգիտեմ այնտեղ Ստենֆորդ ու բան են գնացել եկե, անգլիական Քեմբրիջը որտեղ է, Օքսֆորդ ու բան են ավարտել, գնացել կամ վերապատրաստման դասերի, որտեղ մենք պիտի այդ աստիճան մոտենանք, մենք այդ բնագավառին պիտի մոտենանք եւ ավելին ասեմ, լոսի հայերը գուցե չգիտեն, բայց ես որ այստեղ դպրոց եմ ավարտել, ես այն սերունդն եմ, ու մորոք տեղի ունեցավ Բալոնիայի գործընթացը կրթական մոդելի փոփոխության, Իտալիայի Բալոնիա քաղաքի ձևաչափով կրթությունը դարձավ։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե դուք ձեր կրթության մոդելը իբր Բալոնիայի գործընթացին հավասարեցրիք, որ իբր եվրոպական ստանդարտ լինի եւ ռուսականից իբր սովետականից հետ քայլ արեցիք, բա դուք այդ սերնդի կրթությունը, որ նմանացնում եք Եվրոպային, բա հասուն կյանքը Եվրոպային ինչի չեք նմանացնում, այ գետին մտածներ, ինչի համար եք դուք ամեն ձևով տանում դեպի այդ նույնը թվականին Եվրո միության բանի ասոցիացիան համաձայնագիրներ քննարկվում, Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ մեծ տարավ յատը մցրեց, ու այսօր Պուտինը ինչ է հայտարարում, այսօր ասում է Հայաստանն է խնդրել, որ մտնի բան յատոմի կազմ։ Այսօր update լրատվականի մեր վերլուծական բլոկը դրա մասին էր, որ իբր Պուտինը բան, մի խոսքով մենք ենք խնդրել, որ մտնենք։ Այսինքն Սերժ Սարգսյանը անկախ նրանից մենք իրան ոնց ենք վերաբերում, այդտեղ մարդու գնահատական չի, ղեկավարի մասին է խոսքը, հա, ինչ քայլեր է արել։ Ասոցիացիան համաձայնագիր եւ իրան դուք չեք ստիպե, իրան չեք ճնշե, ինքը ձեր մարդը չէր, դուք կապ չունեիք եւ հանկարծ ինքը մի օր ասեց, չէ, այն ինչ ստորագրել ենք բան Եվրոպա ջան, մոռացի, մենք Եվրոմի բան ենք մտնում, Եվրասիական միություն ենք մտնում, ՀԱՏՄ-ի անդամ ենք, դա մի օրվա մեջ։ Իհարկե չէ, իհարկե ստիպել եք։ Այնշի որ ինքը Եվրոպա մեծ մարդ էր, չէ, իհարկե Եվրոպա մեջ է, բադեն բան սիրում էր, բայց դա չի կարևորը։ Ճնշում իհարկե դուք թույլ չէիք տա, որ Հայաստանը այլ քայլ աներ, քան ՀԱՏՄ-ի մաս դառնալը։ Եվ այսօր Պուտինը հայտարարում է, որ ծիծաղալու են Հայաստանի Եվրոմիության անդամակցության թեզերը, որովհետև Հայաստանը անգամ սահման չունի Եվրոմիության հետ։ Իհարկե էլի գնահատականներ չեմ ուզում տալ, բայց տղեկ դուք քարտեզ ընդհանրապես կյանքներիդ մեջ տեսել եք, թե ձեր մենակ ֆռովի գլոբուսը, վրենե գրածա միր, ռուսկի միր։ Դուք քարտեզ տեսել եք, այ անաստվածներ, անգրագետ մարդ, չեմ ուզում ասել, անգրագետ չեն։ Այդ հսկա երկիրը, որ պահում են բռի մեջ 30 տարի, այդ անգրագետի բան չի։ Բայց ո՞նց կարա տենց բան ասի։ Հայաստանը Եվրոմիության հետ սահման չունի, դրա համար չի կարա լինի։ Իսկ ՀԱՏՄ-ի հետ սահման ունի իմ հարգելի ընկերներ։ ՀԱՏՄ-ի անդամ երկրներն են Ղրղստանը, Ղազախստանը, Բելարուսը եւ Ռուսաստանը։ Այդ 4 երկրներից որ մեկի հետ ինքը սահման ունի, իհարկե չունի։ Ու միակ երկիրն է, որ չունի ոչ մի սահման, Վրաստանի տրանզիտով է գնում գալի։ Այդ ինչի ձեր պարագայում դա հնարավոր է, այն պարագայում հնարավոր չի եւ ծիծաղելու է, դուք եք ծիծաղալու ոտից գլուխ, դուք եք ծիծաղալու ձեր 4 տարվա խրված պատերազմով, ձեր բանը մահաբեր զենքերով եւ ամեն ինչով։ Բացի զենքից ուրիշ ոչ մի բան չարեցիք, ոչ մի բան։ Ինչ սարքեցին, վերջում տանգա դառնում, հələ ասես բան կլինի։ Ընտիր սուեր են սարքում, ռազմական բան, քաղաքացիական ավիացիա
մի հատ օթանավ սարքեցին Sukhoi Superjet կոչվում է, այդ դրա մասին ռեպորտաժ են պատրաստել։ Սա ընկավ։ Ինչ ունեն, սա ընկաբան, ասեն լավ, երիքա թարդենք, ուսպակույցից, բան վերջ։ Բայց ռազմական ամենալավը, տանգերը, աշխարհով մեկ Բերլին են մտել տանգերը։ Մի հատ մեքենա չունի, նիվից լադայից ենքոն բան չի կարում սարքի, դղկը, մենակ երաժշտությունն է միանում, ոչ մի բան, AC չունի։ Էտա։ Մենակ այդ կոչվում է միլիտարիզմ։ Գրական լեզվով դա կոչվում է միլիտարիզմ։ Միայն ռազմական բան։ Միայն։ Հիմա էլի անդրադառնալով էս հայտարարություններին ու միանալու ենք սա հանրապետության հրապարակ, ասում է հանրաքվեի դրեք հարցը, տեսնենք ժողովուրդը ուզում է Եվրոմիության ասոցիացիում, թե ԵԱՏՄ-ի մեջ մնա։ Պուտինի բարերն է, բառացիորեն Պուտինն է ասել դա։ Հիմա հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, իսկ երբ որ ԵԱՏՄ-ի մեջ մի օր արտասանք եւ տեսանք մտել ենք, բայց այդ ժամանակ ինչի մեկը չասեց, մի րոպե, այս հարցը լեգիտիմացնելու համար Սերժ Ազատիչ, միգուցե ազատես ժողովրդին մի հատ գնան հանրաքվե անեն, մի հատ տեսնենք այս ժողովուրդը ուզում է, թե այդ ժամանակ ժողովրդի կարծիքը չէի հարցնում, ժողովուրդը ինչ էր ձեր համար, ժողովուրդը տուգանքի մատերիալ էր, չփխելով տանում էին գյադեք էսյան, գյադեք էնյան, ավտոբուսներով ընտրության հələ մի հատ մեծումանուկ ծերանոցու դպրոցու բանը դիրեկտորով ու բանով ցուցակներով լաուրցիաները բաներ, այդ չէր ձեր երկիրը, միտինգների, ուսանողների բաները հավաքում էիք, հազար անգամ ասել եմ, զաչոտնի գրքերը, ստուգարկները չդնելու սպառնալիքներով հավաքում եք տանում եք, դրանց մի քանի պարագլուխներն եկել են լոս political asylum-ով եկել են դիմել են, իրանց պիտի առաջինը պատժես ու դեպորտ անես, դրանց, ով որ մեզ զորով տանում էր միտինգների, հիմա խաղաղության աղավնի են դարել, եկել են Լոս Անջելեսում բան են անում, ասոցիացիաներ են բացում, ամբողջ օրը Facebook-ում եթերներ են ունենում, չեք մի հատ ով որ ճանաչում այդ մարկանց գնացեք ասեք արա հազարների կյանքերի հետ եք խաղացել, չեմ ասում տվես սպանել եք, չէ, դա բարձ, բայց ինչ եք դրսևորել ձեզ, ինչ լծակներով եք մարդկանց ճնշել, ամեն ձև, դրա համար եմ որ ասում այնքան բան կարամ ասեմ, այնքան բան ավելավա լսեմ ռադիոլսողի, հետո շարունակենք եւ միանանք ռադիոլսողի, ասենք բարի օր, բարի ձեզ։ Բարի լույս Ռաֆայել ջան, ինչպե՞ս եք։ Նախընտրական, դուք ասեք, ողջույն։ Շատ, ես էլ նույնպես, ես այսօր այս շաբաթ այս Կիրակի օրվա ընտրությունները որոշելու եմ, որ sense ընտանիքով մյուս համար գնում ենք։ Ահա։ Գալիս ենք։ Բարով։ Շատ շնորհակալություն։ Համենայն դեպս ինձ համար գիտեք ինչ է ցավալի, ելակը, պամիդորը, մի հատ լավ բլոգեր ունենք, այն որ ասած չեք առնում, հեչ էլ առնենք, մեկ կուտենք, մեզ համար ավելի շատ ստեղ են ասել։ Ինձ համար ավենացավալին այն էր, որ մեզ էլի կիսեցին, առանց էդ էլ մեր հայ ժողովուրդը մի քիչ արտերկրի ժողովրդի հետ այդքան էլ լավ հարաբերություններ չէր Հայաստանի ժողովուրդը։ Ձեր երեխեքը չեն խոսում, հայկական դպրոց չեք տանում, չգիտեմ նման բաներ, հիմա ավելի շատ կիսեցին մեզ, ոնց որ ավելի շատ թշնամացանք։ Չգիտեմ, ստեղից էլ շատ մարդիկ կան, որ արա գնացեք ճիշտ մարդկանց ընտրեք, արա այդ բաներին հանեք, այս իշխանությունը ու շատ լափառոշ վերանով ահա որ մի բաներ են, բայց մեզ էլի նորից կիսեցին, մենք եղանք էլի ոնց որ երկու բևեռ եղանք, էլի այն ժամանակ մի քիչ գալիս էին, տուրիզմ էր, զարգանում էր, հիմա ավելի գնալով վատանում եմ։ Չգիտես, ինձ համար ամենացավալին է դա, որտեղ առանց էլ այդքան մի շատ էլ չէինք, այն օրը Google-ի վրա նորությունները գրել էր, որ Հայաստանում ժողովուրդը շատացել են, այսինքն population-ը ավելացել է, 2 միլիոնից դարձել ենք համարյա 2 միլիոն something-ից դարձել 3 միլիոնով քանից, որը շատ ուրախալի էր, բայց արդեն որ նորից կիսում են մեզ, թշնամանք են մտցնում մեր մեջ, այդ ամեն ինչի հետ, ինձ համար մենակ ցավալին է դա, որտեղ չէ որ բոլորս էլ հայ ենք, չէ վերջապես։ Այդ հաստատ։ Ամենայն դեպս Աստված մեզ հետ։ Լավ ալինելու վստահ եմ։ Ձեզ սպասում ենք լավ լուրերով։ Լավ։ Երկուշաբթի սպասում ենք լավ լուրերով։ Ակաջներս բաց պատրաստ սպասում ենք։ Ամեն ինչ լավ ալինելու։ Աստված մեզ հետ բոլորիս։ Շնորհակալություն։ Ձեզ էլ լավ օր հարգելիս, լավ եղեք։ Ռադիոլսողները բոլորը ուզում են արտահայտվեն, խնդրեմ, ազատ հարթակ ընկերներ։ Այո, բարի առավոտ Ռաֆայել ջան։ Բարև ձեզ։ Հուսամ բոլորս լավ ենք
ու շատ սպարտորեն սպասում ենք վաղվա ընտրություններին ճիշտ է մի քիչ մտավախություն ունեմ Վաղը չէ մյուս օրը, վաղը չէ։ Դերենիկն ասում ունենք այդ մտավախությունը բոլորս, բայց իմ ցանկությունն է որ անպայման ընտրվի այսօրվա մեր ղեկավարությունը, որպեսզի մենք դեպի առաջ գնանք։ Իսկ ինչ վերաբերում է այս հիներին վերացնել, ոնց որ նախորդ պարոնը զանգեց, ես չեմ կարծում մենք չենք կարող իրանց վերացնել։ Ուղղակի մենք պետք է հզորանանք։ Այդպես բաներ ասել, հա։ Մեր երկրում բանակ։ Բանակով, տնտեսապես եւ ամեն ձևի, որ մենք կարողանանք ուժեղ լինենք, իրանք արդեն կամաց կմաքրվեն մեր երկրից եւ կմնան լավ մարդիկ, որակյալ եւ խելացի։ Այսքան իմ երկրի համար ցանկանում եմ խաղաղությունը պինդ պահեք ժողովուրդ ջան, դա մեր համար է։ Ես ուղղակի հուզվում եմ ուղղակի, չեք պատկերացնի ես ոնց եմ ուզում մեր երկրի անկախությունը դեմոկրատիա լինի, պինդ պահեք դա։ Այսքան երկար տարիներ ստեղապելուց ես հասկանում եմ, որ միակը մեր Հայաստանն է։ Եվ առիթից օգտվելով չեմ ուզում շատ երկար ձեր ժամանակը վերցնեմ, Ռաֆայել ջան, քիչ առաջ նոր զանգող, ինձ անցարած զանգողը իմ քույրիկն է, Գոհար Շահնազարյանը։ Շատ հաճելի։ Ես սրտանց ուզում եմ եթերային շնորհավորել իր տարեդարձը, այսօր իր 50-ամյակն է։ Մենք իհարկե կնշենք։ Ես շատ եմ ուզում, որ էսի անպայման նշվեր, որտեղ կլոր տարեդարձ է իր համար։ Իմ ամենափոքր քույրիկն է ինքը։ Մեր տարբերությունը երևի 16 տարվա տարբերությունն է, իմ համար իմ բալիկն է ինքը, ես իմ քույրն է։ Ես քեզ շատ սիրում եմ քույրիկս։ Հապի տարեդարձ քեզ ամենալավ երջանիկ պահեն ու չգիտեմ երեխեքից խերը տեսնես ուրախանաս չնայած որ ամեն ինչ ունես բայց քո հպարտությունը քո բալիկներն են ուրախանաս իրանցով եւ մեր կողքին լինես միշտ ու միշտ շնորհակալ եմ քեզ Ռաֆայել ջան որ դու կաս մեր կողքին ապրեք հարգելիս ես էլ եմ միանում շնորհավորանքներին ձեզ լավ եղեք ուրախ տարեդարձ ձեր քույրիկին մեր ակտիվ եւ հավատարիմ ռադիոլսողն է Գոհարը Գոհար ջան շնորհավորում եմ ամենայն բարիք եմ մաղթում ինչ ասեց ձեր քույրիկը տասնապատիկն էլ ես եմ ավելացնում եւ վստահ եմ մեր շատ ռադիոլսողներ միանում են այս շնորհավորանքներին դե տեսեք ինչ բարի եթեր անգեներ բարի եթեր բարի մարդկանցով բարի ցանկություններով եւ անգեներ ամեն ինչ լավ է լինելու ես այսօր մտորում էի եթերում իմ գործը եթերում մտորելն է նոր Հայաստանի վերլուծական բլոկում ասում եմ քանիցս ասել եմ մեր լեզուն, որ ասում է առաջը անցյալ է նշանակում, առաջ լավ էր բան, քանիսս խոսել ենք այս թեմայից, գիտեք, բայց ես վստահ եմ, որ ամսի 7-ին, մանավանդ 7-ն է sense մեր դիցարանում լավ օր է, 7-ը սիմվոլիկ օր է, խորհրդանշական, ամսի 7-ին առաջը նշանակելու է իրոք առաջ։ Մենք թոթափելու ենք մերժելով գողապետական, քրեաօլիգարխիկ, միլիարդի այդ այս վիճակներով մարդկանց ներխուժումով ու տարիներով համակարգի մեջ եղած, էլի, եթե համակարգի մեջ չլինեն այդ մարդիկ, ասեք կարող է նորմալ է, փորձենք, որովհետև ես ոչ թե իշխանության կողմնակիցն եմ, դա շատ կարևոր է։ Ես ասում եմ այն այլընտրանքները, որոնք կան, իրանք այնքան քիչ են, որ իշխանության օգտին չքվեարկելու դեպքում դուք դառնալու եք գերի Ռուսաստանի եւ ռուսահապատակ օլիգարխների Եթե մնացած ուժերը լինեին այնքան ուժեղ, որ ես հասկանայի, որ չէ, թե ընտրությունը Փաշինյանի եւ նրանց միջև չի, այլ ընտրությունը կամ Փաշինյանը կամ այն ուժերն են, որոնք երկրորդ տեղն են զբաղեցնելու, երրորդ տեղն են զբաղեցնելու, ես ուզեմ իշխանության կողմնակիցը պետք է լինեմ, որովհետեւ ես չեմ կարող իմ երկիրը հանձնել այդ մարդկանց, ում ձեռից ես դարել եմ վտարանդի 13 տարի ինչերի մեջով եմ անցել, իմ ծանոթները, իմ բարեկամները, իմ ընկերները, լոսի հայերի կեսնես բաներ են պատմում, մազերը թափում է, ու դուք ուզում եք էլի այդ մարդկանց հետ բերել, չի լինելու դա, ու մենք տեսնելու ենք, վաղը չէ մյուս օրը, մենք դա տեսնելու ենք, ես ընդունեմ զանգ, հետո կխոսանք, բարև ձեզ Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ձեզ ու Դերենիկին, որ այս լարված իրավիճակում կարողանում եք մի փոքր գոնե թուլացնել, կարողանում եք ճիշտ ներկայացնել, կարողանում եք լարվածությունը կոտրել եւ ամենակարևորը չեք պաշտպանում ոչ մեկին։ Ձեր հիմնական նպատակը Հայաստանը, հայ ժողովուրդը նրանց բարեկեցությունը եւ զարգացումը։ Ամեն առավոտ դուք
մեր էներգիան է, էներգի դրինքն է, որ կարողանանք թե այստեղի կյանքին հարմարվենք եւ ամենակարևորը ուզենք թե չուզենք մենք կապված ենք հայրենիքի հետ, ուզենք թե չուզենք անհանգստացած ենք։ Շատ շնորհակալություն ձեզ ու Դերենիկին, Ռաֆայել։ Շնորհակալ ենք, հարգելի, շնորհակալ ենք, որ գնահատում եք, աշխատում ենք սիրով եւ առաքելությամբ։ Այս միշնի պես ենք վերաբերվում։ Այդ ամենակարևորը անաչառ։ Ամեն ինչը տեսնում եք, մանրուքները, սխալը, ճիշտը ասում, սխալը ասում։ Դարձել ենք բոլորս քաղաքագետ, դարձել ենք բոլորս դատավոր, դարձել ենք դահիճ, խոսակցության մեջ սպանել, կոտրել, ջարդել, մորթել, լավ, քիչ են ջարդում մորթում, քիչ են մեզ ջարդում մորթում, ինչի չօգնենք, ինչի սխալը։ Իսկ ամենակարևորը, երբ ասում եք կներեք ընդհատելու համար, երբ ասում եք կրթությունն է կարևոր, ախր ինչպես կրթվենք, երբ այսպես ասած մեր ղեկավարները կրթության կարիք ունեն։ Ճիշտ եք, հարգելի, ճիշտ եք։ Ձեզ լավ օր, վստահ ենք լավ է լինելու։ Մի անհանգստացեք։ Ձեզ բոլորից լավ օր, ու Աստված օգնական իմ ժողովրդին։ Գնացինք առաջ։ Ձեզ լավ օր, հարգելի, շնորհակալ եմ։ Ջերմ խոսքերի համար շատ են զանգերը, տեսնենք ով է միացել, բարև ձեզ, բարի օր։ Բարև ձեզ, Վերջին եթերն է։ Երեկո ձեզ։ Բարև ձեզ, նախընտրական։ Ես ուզում միայն մի նախադասություն ասեմ։ Մենք դարեր Ռուսաստանի ձեռքից դուժեր ենք եւ վերջի 70 տարիներ ապրել ենք իրենց կանոններով։ Ինչ լավ բաներ ենք ունեցել։ Հիմա այս լույս աշխարհի մեջ, որ անկախացել է Հայաստանը եւ մեր երիտասարդները, որ ես տեսնում եմ, Եվրոպա են գնում, զարգանում են, կրթվում են, հետ են գալիս Հայաստան, իրանց ազատությունն են վայելում։ Արդյոք այս այդքան մեզի չի ուրախացնում, որ մենք շարունակենք պահենք մեր անկախությունը, մեր ժողովուրդը չի տեսնում, որ հիմա ինչ մեծ տարբերությունով են մեր երիտասարդությունը ապրում, որ հետ գնանք նորից Ռուսաստանի լծի տակ։ Դե որոշների երևակայությունը այդպիսին է, ինչ ասեմ։ Այո, կան տենց մարդիկ, որովհետև զարթուղի ճանապարհներով են միայն աշխատել եւ իրանց էդ է հարիր եւ էդ է հնարավոր, դրա համար ուզում են ամբողջ միջավայրը այդպիսին լինի, որ մի բան անեն, որովհետեւ ոչ կարող կրթվեն, ոչ կարող են գործ վերցնել, ոչ մասնագետ են, մենակ պիտի մտնեն մեկի ձեռի տակ ախպերականով, ինչպես ասում են, մի բան անեն, որ տուն պահեն, դրա համար էլ ուզում են այդ համակարգը տիրի երկրում։ Այդքան բան։ Բայց այդ մասը արդյոք բոլորին իշխելու համար բավական մեծ մաս է։ Դե իհարկե չէ, ու մենք ընտրության գնալիս, հենց դրա համար էլ ընտրության վստահ են ուժերը, որ կընտրի մեծամասնությունը, կասի չէ, այդ էջը փակված է։ Ամեն շերտի մարդիկ կան, բայց մեծամասնությունը ուզում է ազատ, անկախ, կիրթ, քաղաքակիրթ, իրար հանդուրժող միջավայր։ Որոշ թե մորթենք, սպանենք, ջարդենք, ոնց որ դուք եք շատ ճիշտ նշում։ Իհարկե։ Ուրեմն մենք այդ մեծամասնությունին խնդրում ենք, աղաչում ենք, գնացեք ընտրեք, պահեք մեր երկիրը, թող մենք սփյուռքը հայերս էլ ուրախանանք, վերադառնանք մեր երկիրը։ Մենք տարիներ սպասել ենք, որ կարողանանք այցելենք մեր երկիրը, այն ժամանակ երկաթե վարակույրն էր, իրավունք չէին տալիս, հիմա ամեն տարի մարդիկ մտածում են, նորից երբ կարող ենք երեխեքին վերցնենք, տանենք մեր հայրենիքը տեսնեն, ուրախանան, հպարտանան, որ հետ են գալիս, ասեն, այո, մենք հայ ենք, չամանչենք, գլուխներս կախ չգցենք, դուրսն էլ Դուրսմել քաշմենք, ասենք հայ ենք։ Ամեն ինչ լավ է լինելու, ձեզ լավ օր եմ մաղթում, վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Ես էլ վստահ եմ, որ նորեն մեր հայ ժողովուրդը ճիշտ ուղին կբռնեն եւ շատ ուրախ եմ եւ ուզում եմ շուտով գամ Հայաստան եւ տեսնեմ մարդկանց ուրախ եւ կարողանամ ես էլ քայլեմ հանգիստ ոչ մեծ տեղ երկրագունդի մեջ ես շատ տեղեր եմ գնացի դու կես գիշերվա 2-ին 3-ին չես կարող միայն կին դուրս գաս եւ
չվախենաս, ես Հայաստանում ամեն անգամ կես գիշերվա 1-2-ին գնացել եմ, հաց եմ արել, վերադարձել եմ մեննմերա, ոչ օքեդս գործ չի ունեցի։ Շատ լավ, հարգելիս, լավ օր ձեզ, ցտեսություն։ Հուսով եմ, որ երկուշաբթի ամեն բոլորս միասին կուրախանանք։ Այո, հարգելիս, անպայման։ Զանգերի տեղատարափ է, հարգելով բոլորին, հարգելիներս, տեղատարափ է։ Ահա, տեսնեմ ով է միացել, որ մեկը պատասխանեմ։ Ահա, ողջույն։ Ով է միացել, լսենք ու տեղափոխվենք արդեն Հանրապետության հրապարակ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Ռաֆայել ջան, անունս Արամ է, ողջունում եմ ձեզ, շատ լավ աշխատանք եք անում։ Շնորհակալ եմ, հարգելի Արամ։ Ուղղակի մի բան եմ ուզում ասել, որ հակիրճ ասեմ, մենք հիմա այնպիսի ժամանակում ենք հասել նախկինների եւ ներկաների պատճառով, որ շատ դժվար ժամանակներ է սպասվում, ով էլ որ անցի գրություններից հետո, ուղղակի մեր հայ ազգին կոչ եմ անում, որ մենք իրար սիրենք ու հարգենք ոչ միայն խնջույքի սեղանների շուրջ։ Դրանից հետո կարողանանք իրար օգնել, իրար կողքի լինել, մեկս մեկից մոտից որ կարողանանք փուշ անել։ Այս դժվարին աշխարհում կհաղթահարենք երևի ամեն փորձություն։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, հարգելի Արամ, ձեզ լավ օր եմ մաղթում, լավ եղեք։ Դե, վերջին զանգը, ով է միացել, ամփոփենք զրույցը։ Բարև ձեզ, լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք։ Լավ, մեսի Ռաֆայել ջան։ Երկու հարց ունեմ, եթե հնարավոր է, էլի։ Այո։ Դա, ասա։ Լավ չենք լսում ձեզ, մի քիչ։ Այսուց տարի հիսական լեքիներ չի, նիկոլները չի չգնացել պիտին Հայաստան ապրել, առաջինը, որսը ինձ պրոպագանդեր անում բոլորին, այս պիտինոցը զորով էլ վրտես չի գնա Հայաստանին ապրել, պիտի հաղորդակցություն գարանտել տաղի, երկրորդն է Ռաֆայել ջան, այս Նիկոլի հորեկան պաշտպանում եք լավ եք անում, էդի ձեր իրավունքն է, բայց ինքը ոչ մի նորմալ բան չի արել առաջինը երկրի համար վատությունից բացի։ Այդքան զոհեր տվեց, որի ղեկավարի վաստով այդքան զոհեր եղավ։ Պատերազմ, քաղաքը դու լավ գիտես, Երևանում ապրում ես, տեսնում ես իսկան ինվալիդ եղել եք, քրիշեր չի տանում դրա համար։ Սիրտը տանում, այդ ուրիշ հարց է, այդ էմոցիոնալը ուրիշ է։ Ես ասում եմ, ես երկու տեխնացուների մեջ չեմ կարող ընտրեմ այն ուժին, որը որ ներկայացնում է Ռուսաստանը։ Ես մի քիչ առաջ դրա մասին էի խոսում։ Եթե լիներ այնց ուժ, որ այլընտրանքը լիներ իրոք իշխանության փոխելու հավանական, ես իհարկե այդ ուժի կողմը կլինեի, բայց այս երկու ուժերի մեջ ես չեմ կարող ընտրեմ այն ուժը, որից ես գնացել եմ, որը այն վիճակն է ստեղծել, որ ես տնական եմ եղել 3 բարձրագույն կրթությամբ, եկել եմ ամերիկաների փողոցներն եմ ավլել, ու ես դրա մասին ասել եմ եթերում։ Այդքան բան։ Ռաֆայելն Ամերիկա որի ես եմ Ամերիկա։ Ես եմ եկել Զուկարանն եմ մաքրել։ Okay. Ես Զուկարանն եմ մաքրել։ Ժամանակ ոչ մի ամոթ չկա։ Ամոթի համար չեմ ասում, բայց ես պիտի չլինեի 3 բարձրագույն կրթությամբ երկիրը թողող գնացող։ Ինձ չպիտի այդ օրը հասցնեին։ Այդ է իմ դարդը, որ ինձ փոքրուց ասում են սովորի որ մար դառնաս, ես իմ ամբողջ մանկությաներս չեմ տեսել, բայց այդ ուժերը ինձ երկրից հանեցին, վտարեցին, ու ես ոնց այդ ուժերին ընտրեմ։ Այդքան բան։ Նայ, ճիշտ ասեմ, այդ ուժերը չեն անում։ Հայաստանից են անում։ Հայաստանից են։ Հա, բայց այդ ուժերն են եղել իշխանության։ Հա, բայց այդ ուժերն են իշխանության եղել։ Այդ ուժերը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է եղել այդ ուժերի հայրը։ Ոնց Կարեն Դեմիրճյանի վախտով։ Համա Կարեն Դեմիրճյան վախտով ես ցաված չեմ եղել, ցավը տանեմ, ես խոսում եմ վերջին 15, 20, 30 տարվա բան։ Կարեն Դեմիրճյանը նույն բանն է եղել ընկերներ։ Նույն բանը չի եղել։ Նույն բանը չի եղել։ Հա, դե օքեյ է, դե տենց եթե դիտարկենք, բան ասենք, ռուսական կայսրության ժամանակ էլ վատ էր, կամ, չգիտեմ, Օսմանյան կայսրության վաղտել ավելի վատ էր, Համիդյան ջարդեր կար, բայց խոսում ենք հիմա։ Ժամանակով մի բան ասենք քեզի։ Հա։ Բարեկամին պասուկա եմ ուղարկում։ 60 քաունդից ավել է եղել։ Այս դրա համար ինձ քաշքշում կարծում եմ բարեկամին ընկել։ 60 քաունդից ավել է եղել 2 քաունդ։ Այսպես ես դոնացիոն եմ ուղարկում, մատը հասա, բդյուկի, մակարոնու բրինզա, ինչպես է տնքաշքշում անում։ Միակ շնորհակալություն հայտնի, մատը չի կապում։ Մենք հիմա շատ էժանագին զրույց ենք տանում, հարգելիս, շատ էժանագին զրույց ասա։
Մենք խոսում ենք պետության կորցնելու մասին, դուք ասում եք Պասիլկեն 2 փաունդ ավել է։ Մենք շատ ելակային զրույց ենք տանում, չեմ ուզում այս զրույցը։ Եկեք եթերից հետո, որովհետև Հայաստանում բանը գնացել եք։ Ես Հայաստան եմ վերադարձել 18 թվականին հեղափոխությունից հետո, ես Հայաստանում չեմ եղել այդ տարիքին։ Բայց բանը գնացել եք հրապարակում։ Չէ, Հայաստանում ես չեմ ծառայել, չէ։ Իմը քանի տարեկան ես։ Ինչպես։ 55 չասիտեմ։ Իմը 55 տարեկան չեմ։ Չէ, 50 չկամ, չէ։ Ինչու՞ չես եկում ծառայել, եթե այդքան հայրենիքը սիրում ես։ Բայց հայրենիքը ծառայությունը, մի րոպե, այս շատ սիրուն թեմա է։ Հայրենիքի սերը միայն ծառայությամբ է։ Ես իմ ողջ կյանքը, իմ ողջ գործը Հայաստանի մասին է ու Հայաստանի գործերի, երբ որ կռիվ լինի, ես կգնամ կծառայեմ, դուք անհոգ եղեք, դուք եկեք հետ։ Դուք եկեք Հայաստան գործ դրեք։ Շատ լավ եք արել։ Շատ լավ եք արել։ Իսկ երբ որ, ասենք, չգիտեմ, Սախարովը ջրասնային ռումբ էր ստեղծում, ինքը բանակ ծառայած էր։ Կամ չգիտեմ, Նոբելը իմ մասին մի խոսացեք, ես ասեմ, որ մարդիկ կան 1000 անգամ ծառայողից ավելի ծանրակշիռ են եղել, այս բաներ են ստեղծել, որ ծառայողները իրազում չեն տեսել։ Դե ձեր իրավունքն է։ Եկեք իմ օգուտների մասին թող իմ պետությունը ինձ դատի, ոչ թե Ամերիկայից որևէ ռադիոլսող, ձեզ լավ եմ մաղթում։ Իմ օգուտից հայրենիքի մասին թող դատի երկրի վարչապետը, երկրի նախագահը, երկրի հարկայինը, երկրի այն մարդիկ, ովքեր գնահատում են իմ աշխատանքը։ Ռադիոլսողը թող չգնահատի։ Ես ինչ եմ օգուտ տալիս, բարի։ Ես Հայաստանում եմ ապրում, Հայաստանում բարեկեցություն եմ կերտում, Հայաստանում անշարժ գույք եմ սարքում, գույքի ինչ որ ծառայում եմ, աշխատատեղ եմ ստեղծում, մեդիա եմ ստեղծում, մեդիա եմ ղեկավարում, գործընկերներ ունեմ, օգնությամբ եմ զբաղվում, ես երբեք իմ գործառույթը դրոշակ չեմ սարքի, որ ասեմ ես օգուտ եմ տալիս։ Օգուտ, ես վնաս չեմ տալիս, կարևորը։ Եվ ապրում եմ Հայաստանում, ընտանիք եմ կազմում, ես հայրենադարձվել եմ, վերջապես։ Դրա համար գնում ենք առաջ ժողովուրդ, ես հիմա միանում եմ Հանրապետության հրապարակ եւ վստահ եմ մենք երկուշաբթի օրը որ հանդիպենք, երկուշաբթի էլի զանգեր ունեմ Աստվածին։ Երկուշաբթի օրը որ հանդիպենք, մեր պատմության, բռնապետության եւ այն ուժերի, որոնք պետականությունը սասանում են, այդ էջը թերթվածա լինելու։ Ես դրանում ուղղակի վստահ եմ, իսկ մնացածը արդեն ցույց կտա պատմությունը եւ ցույց կտա թե մեր երկրի, մեր ժողովրդի քաղաքացին որքանով է հասուն, որքանով է պատրաստ ինքը տեր կանգնել իր երկրին, այլ ոչ թե լինել 10-ով շիկ, ոնց որ կա գործի դասավորենք ձեզ։ Ու այդ ժամանակ կորոշենք, ով է երկրի համար ավելի շատ կարևոր բան արել, նրանք ովքեր տեղում փորձում են մարդկանց աչքերը բացել, թե նրանք ովքեր դոլարներով փորձում են մարդկանց կաշառել, ռուբլիներով ավելի ճիշտ։ Միանում ենք Հանրապետության հրապարակ, տեսնենք ինչ է կատարվում։ Տերը խաղաղությանը պաստառը պարած